Գարեգին Ավդալյանի անվան Թալինի մարզադպրոցում ավարտվեց Անդրանիկ Մանուկյանի անվան վոլեյբոլի համայնքային մրցաշարը։ Ապրիլի 11-ին տեղի ունեցավ երրորդ տեղի համար խաղերն ու մրցաշարի եզրափակիչ փուլը։ Երրորդ տեղի համար մրցեցին Աշնանքի և Սովասարի թիմերը։ Լարված ու հետաքրքիր պայքարում հաղթանակ տարավ Աշնակի թիմը, զբաղեցնելով մրցաշարի երրորդ հորիզոնականը։ Եզրափակիչ խաղում միմյանց հետ ուժերը չափեցին Վերիսասնաշենի և Շղարշիկի թիմերը։ Հաղթող ճանաչվեց Շղարշիկի թիմը 11-25 և 13-25 հաշվով, արժանանալով մրցաշարի չեմպիոնի տիտղոսի։ Ավարտվեց Անդրանիկ Մանուկյանի անվան վոլեյբոլի համայնքային հուշամրցաշարը։ 11-ամյա սպորտային համար պայքարը հասավ իր հանդեպալին։ Շնորհակալություն ենք հայտնում Թալինի համայնքապետարանին, իդերմաս ձեզ Արոս Սափեյան, Տոմասել երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցների, իդերմաս ձեզ Տիգին Ավագյան, Գարեգին Ավդալյանի անվան մարզական կենտրոնի հրաշալի մարզական կենտրոնի տնօրեն Պարոն Կոնդրոյանի այս հրաշալի մրցաշարը կազմակերպելու, աջակցելու և անցկացնելու համար։ Շնորհակալություն նաև բոլոր մարզասերներին, թիմերին աջակցելու և սրտացավ վերաբերմունքի համար։ Շնորհակալություն ձեզ։ Իսկ այսօր խոսքը տրվում է Թալին համայնքի ղեկավար պարոն Սափեյանին։ Ողջունում եմ ձեզ սիրելի ժողովուրդ, մինչև իմ խոսքը սկսելը այսօր մեր հանրապետական Միկրոյի Ռոսկոյի մաման պարելիստն է, ուզում եմ ողջի կանգնելով մեկ րոպե դրոցյան պարկենքի նշանակել։ Շնորհակալություն։ Շնորհակալությունների և շնորհակալությունների տեղատարավ պետք է հնչի։ Ես առաջինը շնորհակալություն հայտնում եմ մրցավարին, որ ամբողջ ներդրի տեր մեր Սասոնցի, Մշեցի, Թալենցի, Արագասի, Մաստարեցի, որը կարողացավ հանդիպել։ Պետք է նշեմ, որ առաջին մրցաշարի ժամանակ ես մտածում եի կասկածում տեսես մրցաշարը ճիշտ կազմակերպեք, նորմալ կազմակերպեք, մեր ժողովուրդը կհասնի այդ մակարդակին, որ մրցաշարը ճիշտ կազմակերպենք, փայլեն կատարեցին հանեցին մրցաշարը։ Երկրորդն էլ նորից կասկածում էի, մտածում էի, բայց բոլորիս շնորհենք փայլեն կատարեցինք մրցաշարը։ Ես շնորհավորում եմ բոլորին, Թալին համայնքին, շնորհավորում եմ այն թիմերին, որոնք առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցին։ Շնորհավորում նաև այն թիմերին, որոնք խաղին մասնակցեցին և տեղ զբաղեցրեցին։ Եվ շնորհակալություն եմ հայտնում ժողովրդին, վարչական ղեկավարներին, որ ասենց ակտիվ կայցը իրենց աչքերի մեջ ամեն մեկը իր փուլի համար մտածելով, ամեն իր թիմի համար մտածելով, ամեն փուլի անունը բարձրացնելով շատ ավելի է ժամանակ։ Շնորհակալություն ձեզ, նորից եմ շնորհավորում, առաջին, երկրորդ, երրորդ թիմերի շնորհավորում։ Տղաներ, դուք այլում հաղթանակ տարավ առաջին թիմը։ Ես միանշանակ ասում եմ, տեսա, խաղում ես սկսել եմ մասնակցել և մեծ խաղերի մասնակից եմ եղել դիմել եմ, բայց իրականություն դրա համար ոչ թե իր բախտը բերեց առաջին տեղում հայտնվեց, այլ իր գալիս նորմալ տարավ։ Կա սպորտային բախտ, կա, որը կասեք համավերք ենք, մեկ որ կա սպորտային բախտ, բայց ես մարդիկ լավ խաղացում։ Շնորհավոր եմ ձեզ, շնորհավոր եմ։
Մրցաշարի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր Մենք այս արարողություն։ գեղեցիկ մրցաշարի մրցանակների հանձնման արարողությունը։ Երրորդ կոմիսիոնականը զբաղեցրեց Աշնան թիմը։ Շնորհավորում ենք։ Համարը, մեդալները, պատվոգները և մրցանակը 50,000 դրամի չափով կհանձնի պարոն Ուղրոյանը։ Շնորհավորում ենք ձեզ։ Երկրորդ կոմիսիոնականը զբաղեցրեց Վերերի Սարսնաշենի թիմը։ Շնորհավորում ենք։ Մեդալները, պատվոգները և մրցանակը 100,000 դրամի չափով կհանձնի Քարին համայնքի ղեկավար պարոն Անդրանիկ Մանուկյանի անվան վոլեյբոլի համայնքային մրցաշարի առաջին կոմիսիոնականը զբաղեցրեց Շվարշին թիմը։ Մեդալները, պատվոգները և մրցանակը 50,000 դրամի չափով կհանձնի Անդրանիկ Մանուկյանին։ Շնորհավորում ենք։ Պարգևատրվեցին նաև լավագույն խաղացողները՝ լավագույն պաշտպան, լավագույն սկզբնահարված կատարող և լավագույն հարձակվողական հարված կատարող անվանակարգերում։ Թիմերին պարգևատրելուց հետո շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնվեցին Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին, Անդրանիկ Մանուկյանի որդի Արմեն Մանուկյանին, Գարեգին Ավդալյանի անվան Թալինի մարզադպրոցի տնօրեն Հայկ Ումրոյանին, համայնքապետարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի բաժնի աշխատակից Ռուբեն Բեկլարյանին, ինչպես նաև մրցաշարի գլխավոր մրցավար Արարատ Ասատրյանին։ Թիմերի հաղթող և չհաղթող բոլոր